Զրուցում ենք Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, վերջերս Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատ արձակվեց։ Ձեր կարծիքը ու ձեր բնորոշումը Փաշինյանի այս որոշման վերաբերյալ ինչպիսին է։ Գիտեք ինչ է, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության բոլոր զինված ուժերի հրամանատարությունը եւ անձնակազմը իրենք երդվում են հանուն Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե հանուն վարչապետի կամ նախագահի։ Այդ իսկ պատճառով լավ է, որ տարիներ հետո, 5 տարի հետո պատերազմից հետո հայ սպաներից ոմանք հիշել են իրենց այդ երդումը եւ փորձում են իրենց սխալը ուղղել։ Հիմա դա համընկավ Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ չեմ կարող ասել, բայց լավ է, որ նմանատիպ բան լինում է եւ սպայակազմը կամաց հասկանում է, որ իրենք պիտի ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե հանուն ինչ որ մի Նիկոլի, որը ոչ մի սկզբունք չունի եւ ոչ մի բարոյականություն չի հասկանում։ Սամվել Կարապետյանի խոսքը ինչ էր, որը կարծես հենց պատճառ դարձավ, որպեսզի նա պաշտոնանկարվի։ Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցի էր եւ այդտեղ որևիցե միջամտություն չկար Հայաստանի ներքին քաղաքական կյանքին։ Դիցուք, եթե Սամվել Կարապետյանը չլիներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, այլ լիներ Միացյալ Նահանգների քաղաքացի կամ Ֆրանսիայի քաղաքացի, նորից նույն ձևի կհակազդեր Նիկոլ Փաշինյանը նրան, ես կարծում եմ, որ ոչ։ Նիկոլը ցույց է տվել, որ իր ամեն ինչով, իր ուղղնոցով, իր ողնաշարով, իր բարոյական արժեհամակարգով, ամեն ինչով թուրք է։ Եվ ծառայում է միայն ու միայն փողին եւ սեփական շահին։ Այդպիսի մարդ չի կարողանա բարոյականությունը հասկանա, թե ինչ է եւ ինչ չի։ Եվ այդ իսկ պատճառով նրա համար կա մեկ սկզբունք, որտեղ հաց, այնտեղ կաց, որտեղից փող ես ստանում, նրան ծառայիր։ Հիմա եթե Սամվել Կարապետյան լիներ Միացյալ Նահանգների քաղաքացի, ինքը ոչ թե հրաման կտար, որ իրեն ձերբակալեն կամ այդպես վարվեն իր հետ, այլ կասեր, որ գնացեք եւ իրեն փառաբանեք։ Սա է խնդիրը, այսինքն Նիկոլը չունի որևիցե բարոյական սկզբունք եւ իր համար կարեւորը իր շահն է, իր շահը, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահը։ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ղեկավարելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը եւ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 4-ի 1 հոդվածի 2-րդ մասով Արմեն Աբազյանին ազատում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Ձեր կարծիքով արդյոք այս ամենը իրապես ունի իրավական հիմք։ Ես չեմ կարող ընդունել այն մարդու որևիցե հրամանը, որը դավաճանել է եւ ծախել է Արցախը, հայաթափել է Արցախը եւ ավելի քան 5000 հայ երիտասարդի զոհվելու պատճառն է, մի քանի տասնյակ անհայտ զինվորների կորելու պատճառն է եւ ունենք այսօր նաեւ գերիներ Ադրբեջանում ու նաեւ ունենք շուրջ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից զավթած Ադրբեջանի կողմից եւ Նիկոլի վարած քաղաքներքին եւ արտաքին քաղաքականության հետևանքով ունենք թուլացած Հայաստան եւ երեսավորված ու ռուսերեն լավ բառ կա հաբրգած Թուրքիա եւ Ադրբեջան մեր տարածաշրջանում, որոնք սպառնում են հայ ժողովրդի եւ Հայաստանի անվտանգությունը։ Այդպիսի անձ, որը այսօր ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը, չի կարողանա խոսել որևիցե օրենքից կամ օրինականությունից։ Նմանատիպ մարդիկ իրենք ոչ մի իրավունք չունեն։ Իրենք ով են, որ ուզենան խոսեն որևիցե օրենքի կամ չգիտեմ կանոնակարգի խախտման մասին։ Ամենամեծ կանոնակարգը իրենք են խախտվել։ Երբ որ իրենք ազգային ժողովում երդվում էին ավետարանի վրա, որ իրենք պետք է ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ իրենք դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Այդպիսի մարդ ինչի բարոյական եւ իրավական իրավունք ունի որևիցե հայտարարություն անելու։ Այսպիսով ստացվում է այնպես, որ եթե որևէ մեկը խոսում է իր պաշտպանություն եկեղեցու կամ ձերբակալվում է կամ պաշտոնանկ է արվում, կարող ենք մենք այս փաստը արձանագրել։ Փաստացի այո։
Փաշինյանը նաև նշել էր, որ ԱԱԾ-ի պաշտոնին ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Անդրանիկ Սիմոնյանը։ Ձեր կարծիքով դրանից հետո ԱԱԾ-ի վիճակը ինչպիսին կլինի։ Դժվար է ասել։ Ժամանակին ԱԱԾ-ում կար մի սկզբունք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա խախտեց։ Այդ սկզբունքը հետևյալն էր, որ ԱԱԾ-ի աշխատակից կամ պաշտոնյա չի կարող լինել որևիցե մեկը, ով տեղափոխվել է ոստիկանությունից, դատախազությունից եւ քննչական կոմիտեից։ Հիմա ինչ կանի Անդրանիկ Սիմոնյանը, դժվար է ասել, հետո նա ժամանակավոր պաշտոնակատար է, դեռ հայտնի չի, որ ինքը կմնա որպես տնօրեն։ Նիկոլը այնտեղ տնօրեն պիտի նշանակի մեկին, որ ամեն ինչով իր կամակատարը լինի։ Եթե Անդրանիկ Սիմոնյանը համաձայն է լինել Նիկոլ Փաշինյանի կամակատարը, Աստված իր հետ։ Մենք ազգային անվտանգության ծառայություն չունենք։ Նիկոլը ոչնչացրել է 2018 թվականից այս կողմ։ Եվ դրա մեջ բոլոր տնօրենները իրենց մեղսակցությունը ունեն։ Այնպես որ հիմա ուզում է լինել Անդրանիկ Սիմոնյան կամ չի ուզում լինել, մենք չունենք ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ներկա դրությամբ ունենք կամակատար կառույցներ Նիկոլ Փաշինյանին։ Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ դատախազությունը, եւ քննչական կոմիտեն, եւ ԱԱԾ-ն այդպիսին են այսօր։ Հիմա Անդրանիկ Սիմոնյան կլինի կամ մեկ ուրիշը կլինի, այդքան շատ բան չի տարբերվում այդտեղ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանն էր։